Բարև ձեզ հայրենակիցներ։ Ես ուզում եմ, որ իմ լայվը նայեք մինչև վերջ, խնդրում եմ նայեք մինչև վերջ եւ մաքսիմալ տարածեք այն, որ մեր բոլոր հայրենակիցները տեսնեն, բայց մինչև իմ լայվի բուն թեմային անցնելը ես կուզեմ եւ ցանկություն ունեմ իմ շնորհակալությունը հայտնել մեր հայ ազգի բոլոր զոհված հերոսների ծնողներին, որ իրենք դաստիարակել մեծացրել են հերոս տղաներ, հայրենասեր տղաներ, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանեցին իրենց հողը, իրենց հայրենիքը եւ մեզ բոլորիս։ Նրանց առողջություն եմ ցանկանում եւ համբերություն։ Եվ հետո ուզում եմ անդրադառնալ մեր այս վերջերս մեր արցախցիների հասցեին հնչած հայհոյանքներին, տարանջատումներին, որը հարիր չէ հայ ազգին։ Շատ քանի օր արդեն հետևում եմ այս կոմենտներում հնչած հայհոյանքներին եւ իրոք ապշած եմ, քանի որ նորից եմ ասում, մեր տղաները մարտի դաշտում ոչ մեկ չի ասել դու արցախցի ես հայաստանցի եմ, նրանք բոլորը կռվել են հավասարը հավասարի պես։ Եվ ուզում եմ նորից հիշեցնեմ ձեզ այն հայերը, որոնք ես կասեմ թրքահայերը, որոնց գլխից դուրս է եկել Ռոբերտ Աբաջանի խոսքերը, կոնկրետ իր դիրքը հանձնողի մոր, որ մորն էր քրվել, իմ դիրքը հանձնողի մորը, ուզում եմ լավ հիշեք, որ այդ տղաները, որ մեր համար զոհվեցին, մեզ բոլորիս համար զոհվեցին, դուք իրանց տեղը մի գրեք, որ ափսոս մեր տղաները միասին 30-ից ավելի տարի շարունակ պայքարել են հանուն հայրենիքի, հանուն մի հողի, հանուն մի ազգի։ Մենք հայ ենք, հայ, չկա արցախցի, չկա հայաստանցի, չկա գյումրեցի, չկա սյունեցի, բոլորս հայ ենք։ Ու խնդրում եմ թուրքի ջրաղացին բենզին մի լրացրեք, որովհետև թուրքը տեսնում է եւ ուրախանում է, թե մենք ինչպես ենք պառակտվում։ Ու ես ուզում եմ, որ այն հայերը, որոնք անիծում են արցախցիներին համարում են թուրք, բա մնայիք ապրեիք, բա ով է ձեզ ասել, որ գաք, մենք արել ենք, դուք կերել եք, լափել եք, բան, դուք հավատացեք, որ հաճելի չէ Արցախցուն կոնկրետ ինձ թուրքին տեսնել իմ տանը, իմ բակում նստած, քեֆ խնջույք կազմակերպի, ուրախություն անի, իմ աղբորց, իմ զոհված տղաների շիրիմները պղծի, ինչպես պղծել է, եւ մենք բոլորին ականատես ենք լինում եւ տեսնում ենք։ Ոչ մեկին դա հաճելի չի, բայց ազնվությամբ կասեմ, որ ես թուրքին կոնկրետ իմ տանը մեր գյուղում նստած տեսնելուց այնքան չեմ նյարդայնացել, այնքան չեմ ջղայնացել, որ ինչքան որ այս կոմենտներում գրում են, որ բա դուք թուրքեր եք, բախի չեք գնացել, բախի չեք մնացել, եւ հավատացեք, որ դրանից ավելի վատ եմ ինձ զգում, որովհետեւ այնի թուրքա, ասում ենք թուրքա թշնամի է, բա որ քո հարազատ, քո ազգն է դա անում քո դեմ, դա ընդհանրապես վաբշե ահավոր բան է։ Ու ասեմ իմանաք, որ արցախցին կյանքում ոչ մեկի հացը չի կերել։ Արցախցին ինքը աշխատասեր, հյուրասեր մարդ է, եւ բոլոր արցախցիները, որ եկել են Հայաստան, իրանք իրանց մոտ ունեցած, իրանց պահած գումարով են եկել, իրանց են վերջի օրվա պահած լումայով են ստեղ գոյատևել եւ տներ վարձել։ Ինքն էլ դուք էլ խոստովանեք, որ միջև արցախցիների Հայաստան գալը տները ինչքան էր, 50,000, թող լավ ամենաշատը Երևանում կենտրոններում թող լինեին 80,000 կամ 100,000, բայց արցախցիների վերադարձից հետո, չգիտես ինչու, մտածում էին, որ արցախցիները միլիարդատերներ են, չգիտեմ ինչեր են, որ եկել են, որտեղից են եկել, ինչ են արել, որ միանգամից տենց դրել են իրենց հոր գները։ Ես տենց կասեի ու խնդրում եմ իմ ելույթում, իմ լայվի տակ
ով վատաբանի, ով մի հատ, չգիտեմ, ինչ, մի հատ թրքահաճո մի հատ բան գրեց, խոստանում եմ ես համարս էլ կթողեմ, ես ինքս դրա հարցերը կլուծեմ ու հրապարակայնորեն կլուծեմ, այդ մեկը ես ինքս խոստանում եմ, լսեք միջև վերջ ու սսկվեք, ձեր արածից էլ ներողություն խնդրեք, ու արցախցիները այդքանից հետո եկել են ոչ թե իրենց կամքով կամ թե ոչ թե իրենք ուզել են Արցախից գան Հայաստանում ապրեն, չէ, արցախցիները մինչև վերջը սաղ աշխարհի աշքի դիմաց իրանք ցույց են տվել, որ իրանք պատրաստ են անգամ իրենց հողում մեռնեն։ Կնայեք Հերմինեի տեսանյութը, որ տանկի դիմաց կանգնել էր, ասել էր մենք կմեռնենք, բայց թուրքի հացը չենք ուտի։ Մենք թուրքի դրոշի տակ ապրող ազգ չենք։ Մենք բոլորս թուրքի դրոշի տակ ապրող ազգ չենք, բայց սիրելիներս, ես հարց եմ տալիս ձեզ։ Դուք ոնց եք մտածում, Արցախցին ոնց կարա կամ հայը այսքանից հետո 20 թվականից 16 թվականից այսքան զոհ ենք տվել, դրանից հետո Արցախցին ոնց ապրի իրանց հետ։ Ասենք թե լավ, եթե խելքրներս պակաս լինի իրանց հետ որոշենք ապրենք, բա չեք ասի, բա այսքան տարի այսքան պայքարել ենք, մեր տղաները այսքան զոհվել են, այսքան արել ենք, բայ այս սրանց ինչ խելքին փչեց, որ պատրաստ են թուրքի հետ ապրեն։ Այդ ժամանակ էլ տենց կասեիք, չէ։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս, այդ որ ասում եք ապրեիք, մնայիք, բա այսքան զոհ են, կոնկրետ մեր ընտանիքը 90-ականներից մինչև 23 թիվը ունենք 4 զոհ մեր ընտանիքը։ Ու դուք ոնց եք մտածում, իմ տղաները ես պիտի դաստիարակեմ Ադրբեջանի բանակ ուղարկեմ ու ասեմ գնացեք Հայաստանի վրա կռիվ, Հայաստանը մեր թշնամին, Ոնց եք լի պատկերացնում, ես այդ հարցը տալիս եմ ձեզ ու խնդրում եմ այս լայվս նայողներից, ով որ այդ հարցի պատասխան ունենա, խնդրում եմ նույն ձև մտնի եւ լայվով բացատրի, մենք էլ հասկանանք, միգուցե ինչ որ այլ ընտրանք կար, մենք չգիտեինք։ Ու մենք քնել հելել ենք տեղներիցս, իմացել որ պատերազմ է, այլ ընտրանք չունենք ու տեղներիցս վեր ենք կացել, ասել են պատրաստվեք, վեշերները հավաքեք, դուրս են գալիս թուրքը մտնում է Ստեփանակերտ, ով դուրս չեկավ տղաներն էլ մեր պոստերում, դիրքերում կոնկրետ իմ աղբերը, իմ հարազատ եղբայրը։ Ռուսը մտել է, ասել ազենքերը հանձնեք, գնում եք ձեր տները, եթե չէ, ուրեմն դուք ստեղից ողջ դուրս չեք գա, պայմանավորվածություն կա։ Ու այդեպ ասեմ, որ Արցախի իշխանությունները առանց Նիկոլի ոչ մի պայմանավորվածություն չեն կարողացել անեն։ Այդ ինչ որ արել են Արցախի իշխանությունը, կառավարությունը, դա եղել է Նիկոլի հրամանով։ Ու ինչի համար են արցախցիները կոնկրետ Նիկոլին ասում դուք եք մեղավոր, որովհետև ինքը իշխանության գալու հենց նույն ամսում եկավ Արցախ, ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ։ Եվ Ալիևը ես չեմ ասում, չի մեռը, հենա միացրեք տեսեք, ասում ա որ հենց կոնկրետ Փաշինյանի այդ խոսքերը իրան դրթե որ շուտ գնա պատերազմի։ Եվ հիմա հետո կանգնել ասում Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Բա որ Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Այսքան տղաները, այս մատրաշ տղաները ուղարկեց իր Արցախ, զոհեցիր ինչի համար։ Խիչ էիք այն ժամանականում, էդ էլ ազգասպան ոնց ասեմ ձեզ որ դուք հասկանաք, էլ ինչ անի այդ մարդը որ դուք հասկանաք, որ այս կառավարությունը ամեն ինչ անում է, որ հային կործանի, ոչ թե արցախցուն, ես չեմ տարանջատում, ոչ թե արցախցուն, այլ հային, որովհետև Արցախից է սկսում։ Զտարյուն հայերը հենց Արցախից են սկսում, ոչ մեկ չհամարձակվի Արցախցուն թուրք անվանել։ Արցախցին եթե թուրք լիներ, ինքը թուրքի դրոշի տակ կապրեր։ Արցախցին երբեք թուրքի դրոշի տակ չի ապրի։ Ու Արցախցուն հերիք եղավ նվաստացնեք ու 9 ամիս շարունակ ձեր խաղերով կազմակերպեիք այս շրջափակումը ու թողեիք այդքան երեխեքին, այդքան հղիներին, այդքան ոնց ասեմ, այդ ողորմելի վիճակում թողելը հերիք չէր, անտուն անտեղ թողելը հերիք չէր, սա զուտ սոցիալականի կռիվ չէ։ Ես ուղղակի ուզում եմ բացատրել, որ մարդիկ հասկանան, չասեն չեն ուզում գնան, նենց են ասում, իրանք Արցախում չեն ուզի ապրի, ստեղ լավ էլ ապրում, ոնց ենք լավ ապրում։ Դուք գիտեք ինչ իրավունքներ, մեր իրավունքներից կոնկրետ ինչ իրավունքներ կա խախտված, որ ոնց ասեմ ձեզ, որ ասում եք մեր բոլորիս տղաներն են զոհվել, մեր բոլորիս։ Եվ իդեպ Արցախում 90 թվականներից միջև այս վերջի պատերազմը Արցախում տենց ընտանիքներ չկան, որ զոհեր չլինեն։ Կարող է մատների վրա հաշվելով 20 ընտանիք լինի, որտեղ աղջիկ երեխաներ լինեն, պատերազմը գնալու ենթակա մարդ չլիներ, դրա համար չլիներ այդ, բայց Արցախում տենց ընտանիք չկար, որ զոհ չլինեին տված։
ու այդ տիպի մարդկանց այդ ապրումներից հետո համարձակվել արցախցիներին ասեն ուրիշի արածներն եք ուտում, դուք սովոր եք։ Արցախցին ինքը սաղ կյանք աշխատել է ու իդեպ ասեմ, որ նախարարի հագուստը հանել է, բանվորի հագել, բանվորինը հագել է նախարարին, ինքը օր ու գիշեր աշխատել է, որ իր երեխուն ապահով պահի, չտանի մանկ։ Արցախում մանկատներ չկային։ Արցախցիները ունեցել են բոլորն էլ համարյա մեծամասնությունը բազմազավակ են, ունեցել են 4, 5, 3 եւ ավել երեխաներ եւ ասեն բոլորն էլ իրանց երեխաներին պահել են եւ ամեն մեկ ունեցել է իր յուրովի իրավունքը, ոչ թե մեկը մեկի հագուստով է մեծացել։ Արցախցիները ձգտել են, որ իրենց երեխաները ծնված օրվանից ունենան իրենց հենց իրավունքը, որի համար հիմա մենք պայքարում ենք։ Մենք պայքարում ենք մեր իրավունքների համար։ Ոչ թե տալիս ենք ստամոքսակռիվ, այլ մեր իրավունքները։ Մենք զոհ ենք տվել ձեր հետ միասին ենք զոհ տվել, այդ մեր տղաներն են եղել, ոչ թե ձերն են եղել ձեր տղա, այլ մերն են եղել, մերը։ Ու ասեմ, որ մենք տղաներ ենք թողել ընդեղ, որոնց շիրմաքարերին կարոտենք։ Հեշտ չի ապրել երազելով, որ նախարարը, փոխվարչապետը Մարիամ Աբրահամյանին ասելա, դուք պիտի երազեք, որ հանդիպում ունենաք մենք միայն երազում ենք, գիտեք ինչի համար, մեր շիրմաքարերին, մեր տղաների շիրմաքարերը գրկելու համար ենք երազում, ուրիշ ոչ մեկին տեսնելու համար չենք երազում մենք։ Մենք շիրիմներ ենք թողել, սրբություն ենք թողել ու մեր տղաների ազատագրած, արյամբ ազատագրած հողերն ենք երազում, գնանք տեսնենք եւ իրանցից ներողություն խնդրենք։ Ձեր այս կառավարության գործած սխալի համար, որ ինչ արեցին, այս հասարակ ժողովուրդը մեղավոր չէ։ Սիրելիներս, ոչ մեկ ենք մեղավոր, ոչ էլ դուք։ Ուղղակի մեծ ծուղակն են գցել ու ասեմ իդեպ մենք Արցախից Հայաստան, որ եկել ենք, մեր հայրենակիցները նենց են դիմավորել, որ իրոք լաց եղա ես այդ վերաբերմունքից, այդ ընդունելությունից, որի համար իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր հայ ազգին, որ ընդունեց Արցախցուն գրկաբաց, իրա վերջի շորով, մեր մոտ լուսերը գնաց, խնդրում եմ գրեք, եթե լսում եք ինձ գրեք, լուսերը մեր գնաց, որ իմանամ լսվում է, շարունակեմ ժողովուրդ։ Ժողովուրդ, եթե լսվում է, տակը գրեք, Անուշ, եթե լսվում է, գրի տակը, հա, լսվում է, ուրեմն, ասեմ ես, այդ, կներեք ինձ ժողովուրդ, կապս ընդհատվեց, լուսերը գնաց, այդ բոյկոտները, ինչ որ հնչեցնում եք Արցախցու հասցեին, այնպես որ խնդրում եմ, տենց մի արեք, մեզ ընդունեցին ջերմ և ամեն մեկը կիսվեց իրա ունեցածով, մեզ ջերմորեն մեծամասնությունը ես կասեմ, մեր Հայաստանի, մեր հայությանը, որ արցախցիներին ինչպես են ընդունել, թե աշխատանքով, թե ամեն ինչով, փորձել են, որ այդ մարդիկ կոնկրետ քաղաքացիները, հասարակ քաղաքացիները, ինչ իրանց միջոցներով կարողացել են, մեզ շատ են օգնել, ես ուզում եմ այդ մարդկանց իմ շնորհակալությունը հայտնել եւ իրանց ընտանիքների մաղթել հաջողություն, առողջություն եւ Աստված այնքան տա, որ իրանք կարողանան այդպես շարունակեն։ Ասելիքս հետեւյալն է, խնգարում եք լի, ասելիքս հետեւյալն է։ Մենք Արցախից այսքան ամեն զրկանքներ տեսնելով, դուք գիտեք, մեր երեխաները այս պահի դուրության